Միած հարց, ընդունում եմ, էլի, միած հարց։ Չէ, թողեք անոր։ Միած դուքամ ստեղ է։ Ապես հարց տվեցիք թե ինչ։ Ասե։ Չէ, բան են տվել, զաբրեդ են դրել։ 5 տարով։ 93 օրվա համար։ Ասում են, որ սահմանապահները չգիտեն։ Ինչպես։ Ու անցնում են ներսում ոստիկաններն են։ Ձեզ ով է այդ ծափերը ոստիկանները։ Facebook-ն։ Իրանց Facebook-ն դնում եկել, ասենք, անցած տարի։ Տաշո։ Հա, անցած տարի է սա թուղթը։ Մեջն էլ գրած է։ Եթե ռուսերեն կարդացող կա, կարան կարդան։ Բայց անցած տարի Նոյեմբերին։ Ինչպես։ Անցած տարի դեռ թույլ էին տալիս, որ Դες բան չի եղել, ով ասի որ անցած տարի թույլ են տվել։ Ոչ անցած տարի են թույլ տվել, ոչ էլ նախանցած։ 180-ը փոխին 90-ի, այս մեր տղեկը ինչ անեն 90 օրում, կեսը որտե են կայնում, կեսը որտե։ Ասենք մարդը Երևանից հետո Ալմատա, Ղազախստան։ 90 օր կարող է այդ մարդը զմերով է հետում, ինչ գիտեք դուք, ոչ մեկը չգիտեք այդ ճանապարհը ինչ ճանապարհ է, ով գիտի։ Պապոյանն էլ չգիտե ճամփեն ոնց են հետում։ Ես ինչ որ հակած կապած եք ուտում եք խմում եք, այս տղեկի բլակով է գալի, գիտեք դուք էդի։ Որ այս տղեկը 40 տոննա բլակների վրա բերում եք, դուք գիտեք։ 5000 հոգանոց հարսնիկ եք անում, սեղանները շարացած, սեղանի վրա նով է բերեք։ Հա։ Բա որ վաղը միսո չէ, դու ես քո հակի շորել ես տղեն բերի, ես եմ բերի։ Մի ամիս է շոֆերները չկային էլ Երևանի, Հայաստանի կեսի 1000 ներեգություն քամակը բանոտ կմնա, թուղթ չի լինելու որ բստրպվեք։ Հետո վերջը լավ ինչ պետք է լինի ախպեր։ Մի տարի ես նստած եմ տունս պարապ-սարապ, հարց չկա ոչ լացում եք, ոչ էլ ես ինչ ենք անում, փառք Աստծո։ Իսկ հիմնավորումի չէ 90-ի մեջ, 90 օր անցել է դրա համար են։ Ուրիկ ջան, նայ, թուղթը սևը սպիտակի վրա գրված է։ Եթե կարում եք կարդակ ռուսերեն։ Դուք կարդացեք, որ մենք նկարենք, էլի, կամ մի կարդացեք, ուղղակի ասեմ։ Չէ, ասենք էսի ֆակտ բանը։ Դատարանով է, ասենք, նեշի որ ընձի բռնել են, տարել են, դատել են, դատ ա եղել։ Դատարանում ես ասենք ունեցել եմ ադվոկատ։ Ստել գրած է, խնդրեմ։ Ընձի մնգնում եմ 18-8, ես բոլոր տղեկը որ ասենք զապրետ է, այդ հոդվածը 18-8-ն է։ Ճիշտ է։ Գրած է, որ ինձ признает виновным административное правонарушение есинч кетов в виде штрафа 2000 рублей без дополнительного наказания в виде выдворения из Российской Федерации. Эльванс Гелес Марта. 5 տարով без дальнейшего выдворения из Российской Федерации. Если 2000 մանը տու Իրավունքունի դեպորտանի քեզ դեպորտարի։ Ախպեր դեպորտա թեմի, դեպորտը սիզոյով ալնում, դեպորտը նեշիլ։ Ներկայացնեմ, որ խոսքի ուրիշ ադել գալիս է Շակն եմ ուտում, պապիրոզը ծխում եմ, ինչ պետք է զբաղվեմ։ Մունշեղ Ասլանյան 36 Դուք լծանվաշ եկել եք մենք որ զբաղվել ենք, ստե ոչ մեկ չգիտի, ոչ Պապոյանը գիտի, ինչ ձևով են գնացել եկել, պատերազմի տարիներին, 90-ական թվականներին, 80, ով է իմացել։ Հիմա այդ տղեկից շատ քիչ մարդ կա, ես 56 տարեկան տղա եմ, 20 տարեկանից այդ գործի մեջ եմ։ Հիմա եկել եք, ստե եկել են ինչ բարձր ով է իմանում այդ ճամփենը, որ մեկը դե իմացել Լարսը ուր դե է ինչ է, հիմա սաղորը Լարսը բացա, Լարսը փագա։ Քետ 90-ականներին բա թողային էտա էին։ Սրանց կիծված էլ չեն էլ։ Ռեկե դերեսեր ջարդում փշրում են, բայց դե բերում տանում ենք, չէ՞ մենք։ Սպասելու եք, որ Դե գատենանք ինչ ասում, ասում է լուծվում է, ո՞նց է լուծվում էդի։ Չի լուծվելու էդի։ Ես 100% համոզված եմ որ չի լուծվում։ Ապեր ամեն ինչը խնդրել ունենալու ես։ Մերեմ քեզ ամեն ինչը խնդրել գայքի խնդրել։ Եթե չէ մենք սաղ ճանապարհները փակելու ենք, սաղ ճանապարհները մուտք ու ելք չի լինի։ Մենակ ելնելու է վայենին, սկորին։ Միջև հարցին լուծում չլինի։ Այն ժամանակ տենանք ինչ են անելու։ Գալու են ինչ անեն մեզի։ Էդի մեր երկրի հարցն է, մենք չենք եկել ինչ որ մենակ մեր հարցով խոսում ենք բոլոր այն փոքր երեխուց բռնցած մեծից վերջացած։ Էդի բոլորից հարցն է։ Եթե հարցի լուծում չեն տալու, մենք ճանապարհը փակելու ենք 100%։ Բոլոր տամոժնիները ու ոչ մեկ չի կարող մեզի ասի գիտես ինչ կա, հանեք։ Ինչ հիմար հանենք։ Հանենք որ հարցի լուծում չստանանք, սաց նստենք տուն, երկիրը թողենք կործանվի, ինչ հիմար։ Ասեք ձեր անունասկան։ Վարդանյան Վարդան։ Դուք քանի տարի եք բախտերնան փոխադրում։ 12 տարի։ Ստացել եք բառը կամ շատ։ Հիմի կոնկրետ իմ քարտը փագա։ Սբերբանկի քարտը փագա, բայց ես չգիտեմ գնամ ինչ ալնելու ներգանամ։
Դրա խաթր չեմ հետը։ Երբ որ հայտնվում եք վերջեմ կարայել ես կողմ։ Նայմի նայում եմ խոսքի փագայիմ քարտը։ Պետք է այդպես ընդդետ մեզ բանկը ղրգում։ Այս ինչտեղ է, այն ինչտեղ է, ու վсё։ Ասում են ստեյսուն 5 տարով կամ 3 տարով գնացիք, հաջողություն ձեզ։ Ու լիքը մարդիկ, տնիսկա 2 հոգի մարդկանց դրել են 5 տարով զապրետ, այդ մարդիկ ինչ անեն։ Հիմա դուք զապրետի տակ եք։ Հիմա ես զապրետի տակ չեմ։ Բայց կարող գնեն։ Քարտը ինչու է փակ։ Ինչ հիմնավորման պետք փակ։ Ռուսաստան էդի մեզ 90 օր լրացելա կամ չգիտեմ ինչ որ մի հատ իրանք դենց են ուզում, փագում են։ Չէ, 90 օրը լրացած ռեստորի տակ եք։ Հիմի կոնկրետ Արդեն դուք չեք Ասենք բան, դա ռեստորի տակ ենք, եկնեմ էլ չենք մի տնից ժողովուրդ, մի տնից, հələ Ռազմիկ, սպասի, մի տնից, երկու հոգու հոր ու տղին զապրետ են օրած։ Արի ախպերս մի ամաչի, արի ախպեր։ Արի ես մեր աչի արցն ախպեր։ Այս տղին իր հորը զապրետ են օրած 90 օրվա համար։ մոդիկարի ներկայացը։ 90 օրվա համար։ Վահան Արշակյանը։ 90 օրվա համար, 90 օրը գերազանցել ենք։ Առաջ Առաջ եկեք, այս մեջտեղը կանգնեք։ Այ, ահա, ձեր հիմա անունը կանունը ասեք։ Վահան Արշակյանը աննազգանուս։ Զապրետի տակ է։ 90 օրվա համար զապրետ են արել 5 տարի։ Քանի օր եք գերազանցել 14 օր։ 104 օր։ ու երբ եք իմացել եք սահմանին եք իմացել եկել եք Չէ, գնացել եմ Սբերբանկի քարտը փակել, գնացել եմ որ իմանամ ինչն է խնդիրը, ինչի համար են փակել, այդ օրն իմացել եմ։ Այս մի քարտը ձեր բանկային փակվել է, ըստ դրա իմացել։ Հա։ Բայց ինչ կապ ունի քարտը դրա հետ։ Ես չեմ կարող պատասխանել։ Իրանք այդ քարտին վրա են գալանքել։ Ռուսական քարտա, դրա համար իրանց երկրի քարտա։ Արգելքում եք վերադառնալու։ Այո, Քանի տան։ 5 տարի։ Դաժե ինչեւ անգամ իր պապան գնացել է հետ են տվել տամոզը։ Ասել են 5 տարով փագա ձեր ճանապարհը։ Իր հայրիկը։ Այո։ Դուք այդ մասին չեք իմացել, որ մինչև 90 օր կարող եք գնալ։ Չէ, չեմ իմացել։ Ամեն անգամ հարցել են Լսել եմ, փագանիշ գիտեի, որ ասեք, ասել են ձեր չի վերաբերվում, դուք տրանզիտ մտնում դուրս եք գալիս։ Բայց էդի վերաբերումը հակասը մեզի։ Կորոնայի ժամանակ, որ կորոնա էր, սաղին փագին, բայց մեզի չփագին, այդ մեզի չվերաբերված։ Այդ ինչ եկա, որ 90 օր վերաբերված։ Խի, կորոնայի ժամանակ ոչ մի բեռնափոխադրում չի կանգնել։ Հունվարի 1-ից օրը փոխվել այս տարվա։ Կորոնայի ժամանակ էլ հրաման եկա, որ մուտք ու ելք պետք է չլինի, թե տուրիստ կլինի, թե կետաս աշխատանքի, մենակ բեռնափոխադրում դա գնաց է եկել է։ Հիմա դրա պարզաբանում ձեզ նույն էկոնոմիկայի նախարարը տվել է, ինչով է պայմանավորված եղել, որ անցակետում ձեզ Նույն մարդը, որ վերաբերում, հիմա դարձել են, որ վերաբերում։ պետք է զբաղվեն մեզանով, որ պատասխան տան, չէ։ Ես 2 տարի մենք մոդեն մենք հարց ենք տալիս, շատ բաներ ենք հարցնում, ունի չէ մի պատասխան չենք տալիս, զբաղվում են, ինչ ձև են զբաղվում, որ մենք իմանանք։ Մեզի ժամանակ, կարճ կոնքրետ ժամանակ, ինչ կան վախցա այդ հարցին լուծում եղնելու։ Մեզի պետք է ռեալ պատասխան, ոչ թե զբաղվել, իրանք ոչ մեկն էլ չի զբաղվում։ Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի այս դեպքում ով է որ ինքը այդ հարցին լուծում տա, որովհետև դա Ռուսաստանի պետդուման է որոշում։ Էկոնոմիկայի նախարարն ինչ արի Հայաստանի համար, մի հատ կարակ հարցից պատասխանեք։ Թե ինչ պետք է անի։ Ես չգիտեմ։ Միջև անգամ մենք մտել ենք իրանց այդ հանդիպման, ասում են եթե չեք ուզում այս ձևի աշխատեք, գնացեք վրացական համաներով, վրացական ֆիրմա բացեք, այդտենց աշխատեք, որ հարց չվճարեք։ Կառավարության աշխատող։ Է ինչ եք ուզում այս երկրի աշխատողներից, կառավարության, այն էլ կոչվում է։ Մենք ասում ենք օրենքը Ռուսաստանում է։ Օրենքը Ռուսաստանում է։ Ինչ պիտի անի։ Կազախստանը ինչ արեց։ Ինչ է արել։ Կազախստանը էլան, ասի որ մեր շոֆերների վրա չազդի։ Էլան իրանք էլ ներկայացին Ռուսաստանին, Ռուսաստանը շոֆերների ճանապարհը բացեց։ Նույնն է պետք է մեր Հայաստանի ղեկավարներն հելնեն այդ նույնն էլ մեր ղեկավարներն հելնեն, որ ասեն մեր շոֆերների վրա դա պետք է չազդի։ Մենք չենքետալու աշխատել, չենք հետալու հանգստանալու։ Մի հատ հասել է։ Ձեր հատը աշխատել Դուք սահման եք պատում, այսինքն վրացական մարշրուտ դեպի Ռուսաստան։ Հա։ Ձեզ վստահ եմ սահմանապահները հարցնում են ձեր մուտքի մեր հարցն է։ նպատակը։ Դուք ասում եք կամերչսկի։ Մեր հարց Ես չեղել որ մտնում ես հարցում են առաջին ասում են ինչ ես բերե գրուզը ասում ես խոսքի կայնակ ինքը գրմա կայնակ որ դու բերել ես всё ուրիշ ոչ մի բան Ես նկատի ունեմ ձեզ չեն հարցնում չէ Ասում պետք է ռեգիստրացիոն է, ասում ես չէ։ Եթե ուզում ես կամերչսկի է գալիս, էլի, այսինքն դու
Այսինքն մենք կապ չունենք, մենք մեր գործն ենք անում, մենք ընդ ոչ տուրիստ ենք, ոչ հանգստանալու ենք, չգիտեմ, ոչ աշխատելու ենք, ոչ չաշխատելու, մենք գնացել ենք մեր գործը անելու։ Մենք դրա մեջ չպետք է ելնենք, էլի, այսինքն մեզ առանձնացնենք, մենք այդում ենք մեր երկրի համար, բեռ ենք բերում։ Մենք Հայաստանում ենք։ Սահմանափակում չպետք է լինի։ Ոչ թե Ռուսաստանում, որ 90 օրը մեզ վերաբերում։ 90 օրից ավելի կարող է մնալ։ Կա այդպես կարգավորում, որ Ոչ մի կարգավորում չկա։ Եթե ճանապարհը փակվում է, մեր մեղավորությունն է, արհեստական հերթ են ստեղծում, մեր մեղավորությունն է։ չեն աշխատել։ Մեր մեղով։ Հա, 150 օրը բավարար է։ Դե միշտ եղել է 150 օրը եղել է, բավարարել է։ Մի 90 օրը շատ քիչ է։ Մոտարապես 7-8 ամիս հետո է դա սպառվում է։ Բայց նկարագրեք ոնց, որովհետև ճանապարհն Ճանապարհը փակ է լինում։ Ասենք Մոսկվա գնալ գալը, ասենք 6 օր է տևում, բայց մենք 20 օրում ենք գնում, հետո գնում գալիս, որովհետև ճանապարհները փակ է, գալիս ես հերթ ես կայնում, իջև հերթը հասնում է, գալիս ես անցնում ես, մի 10 քանի օր մենակ Ռուսաստանում մի անգամվա համար մնում ես։ Այսինքն 4 անգամ գնացիք։ Մի 6 անգամ գնացիր, եկա 6-7 անգամ գնացիր, մաքսիմում էդի լրիվ սպառվում է։ Դու էլ չես կարալու այդպես։ Նու 95%-ից դե տղեկին է, սաղինը անցած է։ Մեկ են դռնում տանը բանի մարդ կա այստեղ, որ բան ունի, մուտքի արգելք ունի արդեն։ Համար այստեղով կա սա արգելքների մեջ է։ Չէ, արգելք չէ։ 7-ից 120 օր եմ մնացել։ Սաղի սետ է որ եկել ենք, էլ որ սաղինը սետ չէ։ Նայեք, այս խնդրի համար տարեսկզբին Տիկին Բեժանյանը տեղյակ պահեց, որ սենց խնդիր է ալնելով, նու կառավարությունն էլ պետք է որ իրանք ոնց որ իրանց գործն է, էլի պետք է իմանան։ Ու այս հարցի մասին չեն զբաղվել, եկե հասել է այսօր արդեն մարդկանց բռնում են օրը 10 հոգու, 20 հոգու, ասենք բան է, Ռուսաստանի այդ միլիցիայի աշխատողների բանն է, կամքով է, էլի նայում են դեմքի, խոսքի դեմքը դուր եկավ կարող է անցնես գնաս, դեմքը դուրը չեկավ կարող է սիմպաթիա է, էլի բռնել ասեք դեպորտ, կանչում են, հաշվում են, ասում են վсё, գնացիր տուն։ Բայց այս մարդը որ եթե մի տարի առաջ Տարվա սկզբի որ զբաղվել են ինձ թվում է, հա, որովհետև մենք ժողովուրդ մենք ոչ նավով են կարում ստեղ բեր բերենք, ոչ երկար գիծ ունենք, մերը այս բանն է, այս մի ճանապարհն է, իրան կարան դրա համար մեզ զիջեն ինչ-որ բան, որովհետև ուրիշ ճանապարհ չունենք, եթե այս ամեն ինչը խոսքի սենց շարունակվի, պետք է բլոկադա խփեն, վсё, բլոկադա է էս, իրոքից էս բլոկադա է, ասենք եթե 10%-ն էլ աշխատի, չի հասցնել, ինչ ուզում են անեն, մենք այս մեր բեռները, ասենք կարող է մենակ ալուր կարենանք, լավ հասցնենք ստեղ, այն որ խոսքի բանը, սենց 9-1-1-ի նման բերեն ալուրը հասցնեն, որ ուստեղ սոված չմնան, մեր բեռները չեն կարալու բերեն, կոնկրետ հենց հիմի որ նորմալ է, մենք ներկրման խնդիր ունենք, դուք ասենք կարող է չգիտեք մենք դրա մեջ ենք, մենք մեր բեռները չեն կարում բերենք, ավտո չկա, վերևները, Մոսկվա, չգիտեմ, լիքը տեղեր, մենք ավտո չունենք, որ մեր բեռները բերենք, էսի վաբշե, չգիտեմ, կոլապս ալնելու էլի, ինքը Արամ Շմավոնյան, ես եմ շնորհակալ։ Չեն գալիս որ հիմա մեքենաներ կա, հիմա իրանք պահկվել է որ չգան բռնվել են դեպորտ, ելը միջև տեղան այս հարցի լուծումը ինչ անելու։ Հիմա մենք որ կային ենք մի ամիս այս հարցը տևի չի լինել, մեզ շուտա փույթա պետք է հարցի լուծում տանը։ Ձեր անունը Արտուր Համբարձումյան։ Արտուր Համբարձումյան։ ստացել եք Զգուշացում եմ ստացել որ ես օր չունեմ Ռուսաստան մտնելու։ Հատ նկարագրեք, գնացիք, մտաք, որտեղ եք ստացաք։ Ես գնացել եմ Բերձ բարձել եմ հետեմ եք այդ արաղի պոստ ասվածը։ Այդտեղ հա, ասել համեստ տղա է, 15000 տվել եմ եկել եմ, մի հատ հերթի պոչտ եկեք ինձ բռնեն նորից։ Այդտեղ եմ ռուբլ է, որ թողեն, որ դեպորտ չանեն ինձ։ Կաշառք նկարագրեք։ Հա, բավական, տենց արել եմ։ Ու սաղինն է տենց, ոչ թե մենակ իմը։ Նույն ձև եկել եմ հերթի պոչտ եմ գանել, նորից հա եկեմ լից եմ։ 5000-ը տեղ եմ տվել, եկել եմ։ Բայց հիմա էլ հետ չեք կարող։ Չէ, որ գնամ արդեն շո դեպորտ եմ։ Այդ 150 օրը որ նախկինում գործել։ 150-ը հերիք, հա, բավարարում է, 150-ը հա, բավարար։ Բայց ձեր պահանջը որն է, դարձնեն 180 թե ընդհանրապես հանեն։ Եթե հանեն ընդհանուր вообще լավ կան, 180-ը սակեն էլի յոլա գնա։ Հա, անցիր չի եղել։
Ամենաերկարը ինչքան եք սպասել։ 20 օրում էլ սպասել եմ։ Վաղտերում հերթերը բռնում է, դուք էլ եք տեսնում լրատվականներով 120 օր օրերը կանգնել։ Գաք ասել, եկեք ասեք։ Այս հարցով է վաղտին զբաղվեն, եկե հաստային արդեն վերջն այլ սանց ենք ով մեկ։ Ընդհանրապես թող հանվի այդ 90 օրը։ Այդ 90 օրը вообще թող հանվի։ Ինչ 90 օր, ինչ 100 օր, 120 օր։ Այդ 90 օր ընդհանրապես թող հանվի, sense գնաց։ Մի ամիս հետո մեր դոլարով հաց ենք առնել ուտենք։ Մի հատիկ հացը մեր դոլարով ենք առնել ուտենք, չաշված մնացածը։ Հա՞։ Ինչի հետ եք կապում այս Բաստոնը վիճակի, բաստոնը Փաստը նման փաստ որ այդ Կազախի չափ մենք հզորություն չունենք, որ այդ մարդկանցից պահանջենք, որ այս հարցը լուծվի։ Կազախը 3 օրվա այդ հարցը լուծեց, այդտեմ գալում է, բայց հայը փաստորեն չկա, այնքան թրջված ազգ ենք, որ չկանք փաստորեն։ Այս հարցը նոր Ուժելի չկան գտկան։ Մի տարի այս հարցը, բայց միջև այս մի տարի ոչ մի լուծում Սովամա եք եղնելու սենց, ոչ հաց են կարալու դենք, ոչ ինչ-որ բեր են կրալու բերենք, լավ էլ մի կոն, որ բեռնատարի շոֆերը չի կրալու աշխատի, լավ, կետանք բանվորություն կանենք, մնացածը։ Գողությունն էլ ավենանալու, բանվորություն։ Գող են կարնալու, խուլիգան ավազակ են կարնալու, սենց չի եղնի, թո դիմ են։ Կեսը գող, կեսը նարկան։ Բա ուր չկարածա, ես մե հաց առնեմ ուտեմ, չեմ կրալու առնեմ, ես մարդը չի կրալու, բետի մեծ ձևի աբրի, չէ, գալու եմ քու հայատ այդ գողություն անեմ։ Թո լուծեն այդ հարցը, ինչ 90 օր, 90 օրը պետ չի մեզի։ Նույնը Ընդհանրապես, ոչ էլ 200 օր, վաբշի թո հանվի էդի։ Ուղևորա փոխադրում, վարորդները սաղ այդ հարցի դեմ կանգնած են։ Այդ է հարցը։ Մեզ կոնկրետ պատասխանը պետք ինչ պետք է 150 դրամով հաց առնի ուտի, կրա տա 500 դրամ $1 հաց առնի ուտի, սենց որ գնաց։ Բայց դրանից դի բեռնա փոխադրումը թանկանալու է, որ այս ոլորտը Որ բեռնա փոխադրումը թանկացավ, այդ հացը դե կթանկնա, բա այդ եմ ասում, ախպեր։ Բա բեռնա փոխադրումը թանկացավ, հացն է կդառնա $1 կրա կառնի ուտի։ Աղմիսը ոչ մի կազմակերպություն չի կարողանալու բեռնա փոխադրումը անի։ Այդ մարդը որ էս բայ զապրետի մեջ չի հելնի ռեսի, ամսվա մեջ մի հատ կետա գա, ստիված այդ մարդուն թանկ գումար կդան, որ էտա գա։ Սնուտա տեղափոխում, են մի ավտոն վերմիշել այդ ըմբերեմ, եկը թանկը ծնեն, ով կրա ինչ որ շրջանառություն ენი, աբրի։ 90 օրը թո դնեն մեկոն, ոչ մի 90 օր, 150 օրը պետ չի, թո վաբշե հելնի էդի։ Եղանակյան բարենպաստ եղանակի Բայց այն էլ ասա, որ ես 10 օր, 15 օր մենակ կանգնում ենք, որ ճանապարհը անցնենք։ Գալիս ենք հերթեր 3000 մեքենա, օրը թողունակությունը 200-300, ով է մեղավոր, ես թե ինքը, ոչ մեկս, էլի դուք։ Ձեր ծրագրային խնդիրներն է, ուրբաթ-շաբաթ կիրակի չեք աշխատում, լինում է տոնական օրեր, այդ բոլորը հաշվում եք, եկեք մի հաշվեք։ Մեքենա պատրաստի պահեստ է ձեզ, Չեխի ստեղ, ընդեղ, ես ստեղ Երանի կտամ մնա, Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ Մոսկվա Բեռնա թափվում ենք, հետո պետք է գնանք Վլադիմիր, Նիժնի Նովգորոդ, կամ չգիտեմ, Կաստրամա, 500, 600, 700 կիլոմետր, մի ամբողջ օր պետք է, չէ, որ գնաս, ու դու չգիտես վաղը քեզ բարձելու են, թե չէ, կամ վաղը որ բարձես քեզ փաստաթղթային խնդիրներ կա, տալու են, թե չէ։ Նույնը շուկաներում Նույնը օրերը, շուկան դեռ հազարավոր խնդիրներ կա։ Ընդամենը թող, մենք, ով է Գառնիկն, մեզ ընդամենը մենք։ Դա տիկին ջան թույլ, կետան գգան մի էլի մի խոսա։ Դուք գնանք մեր արցեին չալնում նորենի։ Իշի արտակի քաղաքական։ Դու ինչ արտակի քաղաքականությունների դրես ծալում եք։ Իրենք ասում են, որ